Հունվարի 6-ի ու 25-ի տարբերությունը նաև աստվածաբանական որոշակի տարբերություն կա, որովհետև ըստ էության դեկտեմբերի 25-ով նաև սկսվում է ավելի մեծ տեղ տալ Քրիստոսի հենց ֆիզիկական ծնունդի տոնի հասկացության, որովհետև հաշվարկներով, եթե շատ արագ ասում էին, որ ավետումը մոտավորապես պետք է եղած լինի մարտի 25-ին, ու 9-րդ ամիսը գալիս է դեկտեմբերը, հետևաբար պիտի ծնունդը այդ ժամանակն էր եւ այլն, նաեւ էս փորձել են տոմարական հիմնավորում էլ բերեն, իսկ մինչեւ այդ ավելի շատ կարեւորություն է տրվել ոչ թե ֆիզիկական ծնունդի նշմանը, այլ այն հանգամանքներին, որոնք Քրիստոսի աստվածության հայտնության հանգամանքներն են եղել, այսինքն Մոգերի երկրպագություն, դրա համար մինչև հիմա արևմտյան աշխարհը միևնույնն է, Մոգերի երկրպագություն հունվարի 6-ին է նշում։ Ամբողջ արևմտյան քրիստոնյա աշխարհը հունվարի 6-ը նշում է որպես Մոգերի երկրպագության օր։